Կնքած մենք գումարը փոխհատուցվում չապամոնտաժը, քանի որ սա ընկերության սեփական գույքն է։ Ինչի պետք է ապամոնտաժեք տանեք որևէ փաստաթղթի, ունեք ծանուցում մեզ, որ ապամոնտաժում եք։ Ծանուցել եք մեզ, որևէ փաստաթուղթ կա ծանուցելու։ Չունենք մենք որևէ փաստաթուղթ, որտիսի էկրանները անջատենք, անջատված վիճակը, այսինքն գովազդը ցուցադրենք։ Տեսեք, այդ նույն 37-ը, որը դուք տպել բերել եք, այնտեղ կետ կա նշած, որ եթե տնտեսվարողը ինքնական տեղադրված գովազդի միջոց ունի, այդ գովազդը համայնքը կարող է ապամոնտաժել։ Բայց դուք պետքա ծանոթեք, առանց տնտեսվարողին ծենել։ ունենք։ Կարդացել եք 37-ը, ծանոթեք այդ կետին։ Պարոն Արաքելյան, Գույքը քանդում տանում եք որպես սեփական իրավունքի ուղիղ միջամտություն, հետո ասում եք փոխհատուցեք, այսինքն փողը տվեք, ձեր գույքը տարեք, դա նորմալ է։ Փոխհատուցումը վերաբերվում է ապամոնտաժման ծառայության վճարին, այսինքն այն արժեքին, որի քառակուսի մետրով ըստ քառակուսու։ Բայց ինչի եք լրացուցիչ աշխատանք տանում, երբ որ ու լրացուցիչ բեռ դնում տնտեսվարողի վրա, որ ինքը իր էկրանների համար փոխհատուցում տա, անջատում եք, անջատեք։ Չէ, դուք ապամոնտաժեք, տարեք, մենք չապամոնտաժեք, մեր կազմակերպությունը, որը այդ պայմանագիր ունենք կնքած, եթե ինքը ապամոնտաժեց, մենք իրան պետքա դրա համար վճարենք։ Մեր գույքը մի տարեք, թողեք, որ մենք դրա համար փոխհատուցում չտանք։ Հիմա ես ներկայացրեցի Հիմա կարգը, մեր գույքը որը ֆիքսած է 37-ով, Հիմա դուք մեր գույքը առանձնացման տանում եք, արգրավում եք գույքը։ գույքը տեղափոխում ենք պահեստ, դուք կներկայացնեք փոխհատուցման վճարը, դիմում կգնեք, ձեր գույքը հետ կվերցնեք, ինչի մասին է խոսքը։ Դե ասում ենք, մեր գույքը մեր համապատասխան վայրում թույլ տվեք տեղափոխենք։ Ես ձեզ ասեցի 37-ով, ես ինչ ասում եմ։ Դուք ինչի եք լրացուցիչ ծախսանում, մեր գույքը տեղափոխում ձեր պահեստ, հետո ձեր պահեստից ասում եք եկեք վճարում կատարեք, տարեք, դա նորմալ։ Մինչև սա ավարտենք, այն մնացածը դուք ապամոնտաժեք, տեղափոխեք ձեր պահեստ, մենք էլ չենք ծառայությունը մեր։ Դե մի մոտեցեք մեր էկրաններին, մենք մեր էկրանները Այսինքն ինչքան ժամանակ եք տալիս, որ ապամոնտաժեն ձեր հանելուն զուգահեռ, պարոն Արաքելյան։ 24 թվականից այս գովազդի վահանակները պետք է արդեն սկսեին ապամոնտաժելը։ Հիմա 25 թվականի կեսն ենք, դեռ չեն ապամոնտաժել։ Հիմա ինչ ժամանակի մասին եք խոսում։ Շատ դա մինչև մենք հասնենք այնտեղ, թող խնդրեմ Պարոն Արաքելյան, մի հարց, հա, ինձ մոտ առաջացավ այն ժամանակ գնացիք հետո նոր չկարողացա տալ։ Եթե խնդիր կա եւ պետք է ապամոնտաժվի, նա 24 թվականի հունվարի 1-ից արդեն չեն համապատասխանում չափորոշիչներին։ Ինչպես է 25 թվականի հունիսին գովազդի համար գումար վերցրել։ Գումարստի համար մենք գումար չենք վերցրել։ Վճարումները չեք արել, բանում են որ վճարումը կատարվել։ Հա, իրանք տնտեսվարողը փոխանցել է այդ գումարը, եթե չի համապատասխանում։ Իրանց դրամապանակում այդ գումարը նստած է, երբ դիմեն իրանց գումարը, քանի որ թույլտվություն չեն ստացել, դա գերավճար իրանց դրամապանակում լինելու է, դիմելու են իրանց գումարը հետ տան, որ գումարը տեղական турքի վճարման անդորագիր, որ երբ որ թույլտվություն չենք ստացել, այստեղ սառեցված է ցույց տրված եւ գրված է չտեղադրված։ Ես լայն էկրանով, էկրաների առաջ ցուցադրեցի, որ այստեղ մենք հասկացել ենք, որ այս թույլտվությունը չկա, չենք տեղադրում։ Իսկ մնացած դեպքերում կանաչ է թույլտվությունը կա, գրված է, հաստատված է։ Այսինքն, այո, հիմա տեսեք։ Դուք որ եկաք առաջին անգամ, ձեր հետ բերել եք 37-ն։ Այո։ Երևան քաղաքի ավականու որոշումը, որ չափորոշիչներն ու կանոններն է։ Այդ կանոնների մեջ մտնում է նաև արտաքին գովազդի կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ընթացակարգը։ Այդ նույն կանոնների մեջ ֆիքսած է նաև ձևաչափ, որով տպվում է ձևը գովազդի կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվության։ Այս հարթակը, էլեկտրոնային հարթակը, որի միջոցով գործընթացը հասնում է ավարտի։ Այս հարթակի միջոցով դուք 21 թվականին դիմել եք։ Այդ ժամանակ այդ չափորոշիչներին համապատասխանած ստացել եք թույլտվություն։ 160425։ Այսինքն ես 25 թվականին եմ դիմել։ Չեք դիմել 25 թվականին, ձեր դիմումը հստակ տեղադրված, իսկ ստեղ 1405-ին գրված է տեղադրված հստակ 1604-2025։ Այսինքն ես ունեմ վստահ գիտակցում, որ սա անթույլատրելի գովազդը չի համապատասխանում։ Իսկ մյուս դեպքերում չունեմ։ Այստեղ սահմանափակվում ենք, հասկանում ենք դուք շատ ծանր իրավիճակում եք, գիտեք չեք կարող իրավիճակում չեմ շատ լավ ներկայացնում, դուք չեք ուզում ընտրել։ Ես շատ լավ տեսնում եմ։ Դուք դիմել եք 25 թվականին, ձեր գովազդը մերժվել է, չի համապատասխանել, մերժվել է։
21 թվականի դիմաց գովազդը համապատասխանել է այդ պահին, հաստատվել է, որից հետո 23 թվականին նոր չափորոշիչ է մտել եւ այս պահին չի համապատասխանել։ Մինչ այս պահը հարգելի լրագրողներ, մինչ այս պահը կանաչ է ու գրված է հաստատված։ Մինչև 25 թվական։ Ոչ։ Խնդրեմ, վճարումներն էլ արված է 25 թվականի դիմում ցույց կտակ։ Սա ուժի մեջ է, այստեղ գրված է կանաչ, հաստատված է։ Հաստատվել է 21 թվականին, այդ ժամանակ կան ոչ։ Դե գրեիք սենց այս մյուսի նման սառեց։ Դա դիմել է 25 թվականին, 25 թվականին չի համապատասխանում։ Ինչպես անդու, թող չընդուներ վճարումը, որ մարդիկ մանան։ Տեսեք, բանկային գանձապետական հաշվամանի տնտեսվարողը գումարը մուտք փոխանցել։ Այսինքն գանձապետարանը չի տեսնում։ Քաղաքապետարանի Կարապետյանի նկարը հանենք տողեք մնա։ Վահանակներն է խնդիրը, մենք Սամվել Կարապետյանի խնդրի հետ չենք հարցել։ Մեկ էլ մի դիտարկում հարգելի լրագրողներ, որ սեփականության իրավունքի միջամտությունը, սեփականության իրավունքին ուղիղ միջամտելը իրավունք չունի ավականու որոշմամբ կարգավորվել եւ ավելի ցածր ենթարեզրական ակտով արգրավել մարդու սեփականության իրավունքով պատկանող գույքը։ Տիկին Գևորգյան, մեկ ճշտում են, հիմա հանելու եք էկրանները դուք եք հանելու, թե թողնելու եք իրենք ապամոնտաժեն։ Դե հիմա կհասկանանք հաջորդները։ Կհասկանանք հաջորդները։ Ես կխորհրդակցեմ։ Շնորհակալ։ Armenia Today հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են ոչ միայն Սամվել Կարապետյանի պաստառները, այլև էկրանները, LED էկրանները, որոնք Տաշիր ընկերության սեփականությունն են,